Դերասանուհի Էմմա Մկրտչյանն ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Դեպետի գաղտնիք» հեռուստասերիալից, իսկ այժմ նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում իր մարմնավորած կերպարի՝ Լիլիթի համար։ Դեռ 2020 թվականին քննարկումների թեման նրա անձի հետ կապված ոչ թե նոր դերակատարումներն էին կամ ստեղծագործական նախագծերը, այլ անձնական կյանքը։ Սոցցանցերում ուշադիր հետևողները նկատել էին, որ դերասանուհին իր էջերից հեռացրել կամ թաքցրել էր ամուսնու հետ արված բոլոր լուսանկարները։ Այդ փոփոխությունը բավական էր, որ սկսվեին ենթադրություններ՝ արդյոք Էմման բաժանվե՞լ է։ Հետաքրքրասիրությունը մեծացավ հատկապես այն պատճառով, որ մինչ այս Էմման երբեք չէր խուսափում իր անձնականի մասին խոսելուց։ Ընդհակառակը, տարիներ շարունակ նա այդ թեմային վերաբերվել էր բաց, անկեղծ ու երբեմն նույնիսկ հումորով։ Հենց այս կարգավիճակի փոփոխությունն էլ հանրային դաշտում սկսեց քննարկումների ալիք։ Տարածվող լուրերը պարզելու նպատակով Թերթեյմ Լայֆը կապ էր հաստատել դերասանուհու հետ։ Էմման լսելով հարցը մեղմ, բայց բավական վճռական տոնով արձագանքել էր. «Իմ անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսել չեմ ուզում։ Անձնական կյանք այլևս չկա, այդ պատճառով էլ ոչինչ չեմ խոսում»։ Ի պատասխան դիտարկմանը, թե նախկինում նա երբեք չէր խուսափում անձնականի մասին խոսելուց, դերասանուհին ավելացրեց. «Առաջ չէի խուսափում, հիմա այս թեմայով ոչինչ ասել չեմ ուզում»։ Այս խոսքերը ոչ միայն հաստատել էին կասկածները, այլև ստեղծել էին նոր ներքին ճգնաժամի զգացում։ Ինչ է փոխվել, ինչ է կատարվել այդ ջերմ ու ներդաշնակ հարաբերություններում, որոնց մասին Էմման միշտ խոսում էր սրտանց։ Հիշենք, որ դեռևս ամուսնությունից հետո Էմման հաճախ պատմում էր ամուսնու մասին, ընդգծելով նրա աջակցությունը և հասկանալու կարողությունը։ Ընտրեցի դերասանուհու մասնագիտությունը, քանի որ այլ երազանք պարզապես չունեի։ Առաջին զանգի միջոցառմանը մի քանի դեր էի խաղում ու հասկացա, որ ուզում եմ միշտ բեմում լինել։ Թերթեյմ Լայֆի հետ զրույցում պատմել է դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանն, ում հեռուստադիտողը մինչ օրս հիշում է «Դեպետի գաղտնիք» հեռուստասերիալից և Instagram սիթքոմից։ Հայկական ավանդական ընտանիքներում աղջկա դերասանուհի դառնալու ցանկությունը ոչ միշտ է գոհունակության արժանանում։ Էմմա Մկրտչյանի դեպքում այդպես չեղավ։ Ծնողները սիրով ընդունեցին իմ որոշումը, որովհետև իրենք էլ շատ սիրում էին թատրոնն ու արվեստում լինելը նրանց չիրականացած երազանքն էր։ Ես որոշեցի կյանքի կոչել դա, անկեղծացել էր դերասանուհին։ Էմմա Մկրտչյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ռեժիսոր Արմեն Խանդիկյանի արվեստանոցում։ Քանի որ Արմեն Խանդիկյանի արվեստանոցում էի սովորում, դերասանի վարպետության դասերը հիմնականում թատրոնում էին լինում։ Ծանոթ էի բոլոր ներկայացումներին, խաղացանքն անգիր գիտեի։ Մի օր դերասանուհիներից մեկը վնասել էր ոտքը, ինձ առաջարկեցին նրա փոխարեն արագ ներմուծվել ներկայացման մեջ, ու դա եղավ իմ կարիերայի սկիզբը», պատմել էր մեր զրուցակիցը։ Նրա խոսքով, երբ ուսանողական տարիներին արդեն խաղում էր թատրոնում, դա երբեմն շատերի համար բամբասանքի առիթ էր դառնում։ Մինչև հիմա էլ դա կա, եթե դերասանուհի ես, արդեն պիտակավորում են ծանոթով ես, ազատ ես, ամեն ինչ, բացի նրանից, որ կարող է ամեն դեպքում տաղանդի պատճառով են ընտրել, դա դիտարկում են վերջին տեղում։ Էմմա Մկրտչյանի խոսքով, հեռուստադիտողը մինչև հիմա իրեն հիշում է «Դեպետի գաղտնիք» հեռուստասերիալից ու Instagram սիթքոմից։ Խոսելով հայկական սերիալներում ներգրաված լինելու և դրանց որակի մասին, նա նշել է, որ սիրում է իր աշխատանքն ու սերիալին չի վերաբերվում «դե գործ է, անում ենք կամ փող ենք աշխատում»։ Ամեն դեպքում քո դեմքն է երևում, չպետք է լինես վատը։ Փորձում եմ լինել հավաստի ու փոխանցել հեռուստադիտողին կերպարիս էմոցիաները, ասել է դերասանուհին, ով այս փուլում նկարահանվում է «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Մարմնավորում եմ Լիլիթի կերպարն ու շատերը նույնիսկ ասոցացնում են ինձ կերպարի հետ։ Մտածում են կյանքում էլ եմ այդպիսին, չգիտեմ դրանից ուրախանամ, թե տխրեմ, ամեն դեպքում, եթե հավատնում են խաղին, ուրեմն ինձ մոտ ինչ-որ բան ստացվել է կերտել կերպարը, իսկ դա չէր լինի, եթե չսիրեի մասնագիտությունը, ընդգծել է դերասանուհին։
Դերասանուհին հասցրել է նկարահանվել նաև կրիմինալ ժանրում, խաղացել է «Սուրբը 2» սերիալում։ Շատ հաճելի համագործակցություն էր «Սուրբը 2» նախագծի հետ, առաջին անգամ էի կրիմինալ ժանրում աշխատում։ Շատ սիրեցի թե կերպարային գիծը, թե ստեղծագործական մթնոլորտը։ Մալենան իմ առաջին ռիսկային դերն էր, որի շուրջ երկար մտածելու տրամադրվել եմ, պատմել էր Էմմա Մկրտչյանը։